Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցի Երևան ռուսական քաղաքական եւ մեդիա շրջանակներում շարունակում է նյարդային եւ երբեմն նույնիսկ հիստերիկ արձագանքներ առաջացնել։ Ռուսաստանյան քարոզչամեքենան օրեր շարունակ քննարկում է, թե ինչու է Հայաստանը ընդունում Ուկրաինայի ղեկավարին, ինչ ուղերձ է սա Մոսկվային եւ արդյոք Երևանը փորձում է հեռանալ Ռուսաստանից։ Սակայն այս ամբողջ աղմուկի մեջ կա մի ուշագրավ հանգամանք։ Նույն այդ շրջանակները գրեթե լուր մնացին, երբ Երևանից առաջ Զելենսկին այցելել էր Բաքու եւ այնտեղ արժանացել բարձր մակարդակի ընդունելության։ Այս հակադրությունն ինքնին շատ բան է ասում Ռուսաստանի տարածաշրջանային մտածողության մասին։ Բաքվում Զելենսկու ընդունելությունը ռուսական քաղաքական դաշտում գրեթե չքննարկվեց։ Չեղան կոշտ հայտարարություններ, չեղան մեղադրանքներ, չեղան այնպիսի քարոզչական արշավներ, ինչպիսին տեսանք Հայաստանի պարագայում։ Մինչդեռ եթե առաջնորդվենք ռուսական քարոզչության տրամաբանությամբ, ապա Ուկրաինայի նախագահի ցանկացած այց հետխորհրդային տարածք պետք է ընկալվեր որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նկատմամբ, բայց ակնհայտ է, որ Մոսկվայի մոտեցումները տարբեր են, կախված նրանից, թե խոսքը որ երկրի մասին է։ Ադրբեջանի դեպքում Ռուսաստանը նախընտրում է լռել, պատճառը պարզ է։ Ուկրաինական պատերազմից բառացիորեն 2 օր առաջ Ադրբեջանն այսպես ասած ամրացրեց Ռուսաստանի թիկունքը, ստորագրելով դաշնակցային գործակցության նոր համաձայնագիր։ Բացի այդ, Ադրբեջանը տարածաշրջանում ունի էներգետիկ եւ տնտեսական կարևոր դեր եւ Կրեմլը խուսափում է այնպիսի քայլերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հայաստանի դեպքում պատկերն այլ է։ Տարիներ շարունակ Մոսկվայում ձևավորվել է ընկալում, թե Հայաստանը գտնվում է բացառապես ռուսական ազդեցության գոտում եւ պարտավոր է իր արտաքին քաղաքական քայլերը համաձայնեցնել Կրեմլի հետ։ Հենց այս մտածողությունից էլ ծնվում է այն նյարդային արձագանքները, երբ Երևանը փորձում է վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն կամ կապեր հաստատել Արևմուտքի եւ Ուկրաինայի հետ։ Ռուսական որոշ քարոզիչների եւ պաշտոնյաների արձագանքները ավելի շատ հիշեցնում են ոչ թե դաշնակցային հարաբերությունների մասին մտահոգություն, այլ խանդ։ Այնպիսի տպավորություն է, կարծես Մոսկվան Հայաստանին դիտարկում է ոչ թե ինքնիշխան պետություն, այլ ենթակա տարածք, որը չի կարող ինքնուրույն որոշել, թե ում ընդունել եւ ում հետ հարաբերություններ կառուցել։ Սակայն իրականությունն այլ է։ Հայաստանը անկախ պետություն է եւ իրավունք ունի հարաբերություններ զարգացնել ցանկացած երկրի հետ, այդ թվում Ուկրաինայի։ Առավել ևս այն պայմաններում, երբ վերջին տարիներին հենց Ռուսաստանը բազմաթիվ հարցերում չի արտարացրել հայկական հասարակության սպասումները, սկսած անվտանգային խնդիրներից մինչև տարածաշրջանային զարգացումներ։ Զելենսկու այցի շուրջ ռուսական արձագանքները նաև բացահայտեցին մեկ այլ կարևոր փաստ։ Մոսկվան հետխորհրդային տարածքում այլևս չունի այն անվերապահ ազդեցությունը, որն ուներ նախկինում, եւ որքան այդ ազդեցությունը թուլանում է, այնքան ավելի զգայուն ու նյարդային են դառնում ռուսական քաղաքական ու մեդիա շրջանակները։ Այս պատմությունը ցույց տվեց նաև ռուսական քաղաքականության երկակի ստանդարտները։ Երբ նույն քայլը կատարում է Ադրբեջանը, լռություն է, երբ նույնն անում է Հայաստանը, սկսվում են մեղադրանքներ, ճնշումներ եւ տեղեկատվական արշավներ։ Սա արդեն ոչ թե դաշնակցային հարաբերությունների, այլ ընտրովի վերաբերմունքի դրսևորում է։ Ի վերջո ցանկացած պետություն առաջնորդվում է սեփական շահերով, եւ եթե Ռուսաստանը հարգում է Ադրբեջանի ինքնուրույնությունը, ապա նույն հարգանքը պետք է ցուցաբերի նաև Հայաստանի նկատմամբ։ Հակառակ դեպքում դաշնակցային հարաբերությունների մասին խոսակցությունները կորցնում են իրենց իրական արժեքը։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։